Հիմա արդեն փորձենք անցնել թեմային եւ ուրեմն անդրադարձավ Վարուժանը անդրադարձավ ինֆորմացիոն առիթին իդեմս փաստաթղթերի հրապարակման, Անժելա հարցը ուղիղ եկավ, բայց մի այստեղ փոքրիկ կարծիք փորձեմ ձևակերպել, որից հետո արդեն փաստաթղթերին անդրադառնամ։ Հավատացեք, շատ ավելի եւ մեծ առիթ է, լուրջ առիթ է, ուրեմն ծանր առիթ է, դժվար առիթ է այն, որ ամսի 1-ով տեղի ունեցավ Մինսկի խմբի գործընթացի, ուրեմն արդեն, այսպես ասենք, լուծարումը, եւ պաշտոնապես, եւ բոլոր կառույցների փաստացի փակումը։ Սա ես կարծում եմ, որ մեր հանրության մոտ դեռ լիակատար պատկերացում է սրա, ուրեմն կարևորության եւ բառը լավը չի միգուցե ողբերգականության, երևի այդքան չկա այս գիտակցումը, հա, որովհետեւ սա կատաստրոֆիկ լուրջ առիթ է եւ այս մեր չընդհատվող պարտության շատ լուրջ հանգրվան է, շատ լուրջ հանգրվան։ Պարոն Մկրան, արագ հարց էլի այդ ձեր ասածին։ Օրինակ հիմա լիքը մարդ, այդ թվում նաեւ ազգային դաշտի մարդկանց կասի, եթե Արցախը չկա, Մինսկի խմբի փակ կամ բաց լինելը ինչ կարևոր։ Եթե կարելի ասած կարճ թեզիսային, ինչու էր կարևոր, որ ինքը մեկա կարելի։ Մինսկի խմբի ինստիտուտը, համանախագահությունը, բայց ավելի լայն, Մինսկի խմբի ինստիտուտը, ուրեմն միջազգային մակարդակով լիակատար լեգիտիմություն ունեցող կառույց էր, հիշում եք, հա, ՄԱԿ-ով պատվիրակում ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ-ով պատվիրակում Մինսկի խմբին, առօրյա դինամիկ աշխատանքի ուրեմն համակարգումը համանախագահության վրա իդեմս 3 երկրների Միացյալ Նահանգները։ Մենակ Արցախն Արցախ, չէ՞։ Ուրիշ բան չուներ։ Միայն բացառապես Մինսկի խումբը այդ ամբողջ եւ Մինսկյան գործընթացը, որի մեջ նաեւ այդ հարակից կառույցները եւ այլը, վերաբերել են Ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Հիմա տեսեք, ինչու՞մ նախնդիր է ձեր ասած համատեքստից գամ, հա, ուրեմն հարցը լուծված է, թե հարցը լուծված չի։ Իմ խորին համոզմամբ եւ ոչ միայն իմ, իհարկե հարցը լուծված չի, որովհետեւ հնարավոր չի էթնիկ զտման միջոցով այն գործողություններով, որ արեց Ադրբեջանը, ստանալ հարցի լուծում։ Հարցը լուծված չի։ Այսինքն, մենք այսօր ունենք Արցախահայության հայրենազրկված վիճակ, առնվազն հայրենիք վերադառնալու, ուրեմն միջազգայինորեն ամրագրված տարաբնույթ կոնվենցիաներով եւ այլով իրավունք, եւ նաեւ հայտարարություններով այո, իրավունք, եւ հետեւաբար, տեսեք, ասում եմ նվազագույնը, ուրեմն արժանապատիվ, անվտանգ, հավաքական վերադարձի խնդիրը։ Եվ փաստացի այն կառույցը, որը այսքան ժամանակահատված 3 տասնամյակ զբաղվել է այս խնդրով, տիրապետել է բոլոր նյուանսներին բանակցային գործընթացի, ունեցել է լեգիտիմության շատ բարձր աստիճան, ճանաչված բոլորի կողմից։ Ուրեմն այդ կառույցը լուծարվում է։ Հիմա սա եկեք sense պարսա, ձեր ասած բանաձևով։ Սա Ալիևի երազանքը անգամ լինել չէր կարող, ընդհանրապես սրանից 8-9 տարի առաջ։ Անգամ երազանքը լինել չէր կարող։ Իսկ դա նույնիսկ պատերազմից հետո է։ Ուրեմն տեսեք, եւ փաստացի ինքը սրան հասնում է եւ լրջագույնս հարված է հասցնում այս պարագայում արդեն ոչ միայն ներկային, այլև ապագային։ Որովհետեւ տեսեք, ոչ մի իշխանություն, ոչ մի երկրում հավերժ չի եւ անկախ նրանից ինչ գիծավար է, այս ոնց անդրադարձած հաստատ կլինեք, վարած գծին, ամեն ինչին եւ այլն, հա, այսինքն այդ ամեն ինչ ինչ որ պահի ունի ավարտ եւ ցանկացած պարագայում կա հնարավորություն քայլ կատարելու նորից առնվազն դեպի մարդու հիմնարար իրավունքների անհատական թե հավաքական պաշտպանության փուլ։ Սրանք փորձում են զրկել անգամ այդ հնարավորությունից ապագայում։ Սա դրա համար եմ ասում, Ալիևի մոտ չէր կարող անգամ երազանք լիներ, բայց նա դրան հասնում է եւ ամենաունիկալը այս պարագայում ինքը սրան հասնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ ձեռք-ձեռքի։ Հայաստանի դիմումի հիման վրա, այո։ Եվ սա, եթե մենք խոսում ենք տեղեկատվական առիթի հետ կապված, որ ասում էինք, հա, սա շատ ավելի լուրջ տեղեկատվական առիթ է եւ շատ ծանր, հա, իր մեջ բավականին մեծ խնդիրներ օրվա, վաղվա, մյուս օրվա իր մեջ պարունակող, կանոն այդ փաստաթղթերի հրապարակումը, որին մանրամասն կանդրադառնանք, խնդիր չկա։ Բայց այստեղ որպեսի միտքը նաեւ ավարտենք, ասենք հետեւյալը, հա, ուրեմն այսքանը ասելով հանդերձ միաժամանակ ես չեմ ուզում, որ մեր հանրության մոտ ստեղծվի տպավորություն, որ սրանով դառնում է ամեն ինչ կորած։ Ես սա էլ եմ ուզում շատ հստակ ֆիքսենք, հա։ Օրինակ տեսեք, տեղյակ եք բոլորդ, որ կա Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված ուրեմն հանձնախումբը, զբաղվող հիմնարար իրավունքներով, նույն Արցախահայության եւ այլն, եւ
Վերջի տարիներ 2 տարի է գործում արդեն հանձնախումբը եւ այդ աշխատանքի արդյունքներից մեկն եղավ այն, որ Շվեյցարիայում ստեղծվեց համապատասխան հարթակը, որը պահանջ է դնում իր գործադիրի առաջ խորհրդարանականների կողմից բանաձևով նորմալ ընդունված ընթացակարգով իդեպ շվեյցարիական օրինակը շատ հետաքրքիր է, եթե այլ երկրներում, հիմնական այլ երկրներում, ուրեմն խորհրդարանի ընդունածը բանաձևը որոշումը գործադիրի համար շատ դեպքերում ունի խորհրդատվական բնույթ։ Շվեյցարիայի պարագայում, եթե երկու ինստանցիաներով, երկու պալատներով խորհրդարանի անցնում է որոշումը ընդունվում է, դա գործադիրի համար ունի պարտադիր կատարման բնույթ։ Այսինքն եւ դրվել է այդ հարթակը ստեղծելու հարցը, միջազգային հարթակ բանակցային, Ադրբեջան եւ Արցախի ներկայացուցիչներ հասկանալու համար, փնտրելու համար լուծումներ ունես վերադարձի հետ կապված։ Այսինքն ԵԱՀԿ Մինսկյան գործընթացի, Մինսկի խմբի եւ հարակից կառույցների լուծարման պարագայում մենք տեսնում ենք, որ նույն միջազգային հանրության մեջ արկա են դերակատարներ, երկրներ, ուժեր, որոնք հասկանում են այս ամեն ինչի աբսուրդայնությունը եւ հետեւաբար սա շատ լուրջ հարված լինելով հանդերձ, ես չեմ ուզում, որ մեր հանրությունը մեր զրույցից ընդունի ազդակ, որ սա ինչ-որ բանի վերջն է։ Ուղղակիորեն։ Հիմա Անժան, գալով 19 թվականի փաստաթղթին, որի գոյությունը ընդհանրապես հերքում էին այդ ժամանակ իշխանությունները եւ ԱԳՆ-ի նախարարը, արտգործնախարարը եւ Նիկոլ Փաշինյան առհասարակ այդ փաստաթղթի գոյությունը։ Բայց ասեք էլի ինչ փաստաթղթ է, որտեղ ոչ բոլորը։ Եկեք, ուրեմն փորձենք փաստաթուղթը բացել, էլի որպեսզի հետո տենց հատիկ-հատիկ չգանք, ուրեմն մի հատ ինչ-որ անհասկանալի կամ ճակերտներով անհասկանալի ընտրանքով մի հատ ինչ-որ փաթեթ է հրապարակվել, այսպես մի հատ ինչ-որ աղմուկ արտահոսք է դրվել, որի մեջ կան փաստաթղթեր, որոնք ընդհանրապես հրապարակելու ոչ մի կարիք անհրաժեշտություն չկար, որովհետև դրանք վաղուց հրապարակված էին եւ բաց էին։ Դրա վառ օրինակը ուրեմն փուլային, փաթեթային եւ ընդհանուր պետություն բանակցային փաթեթներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված, որոնք շատ վաղուց գաղտնազերծված են, կան, ազատ են, ցանկացած մարդ կարողանում է կարդալ, հասանելի են, բայց ինչ որ պետք է երևի ստեղծել տպավորություն, որ ահագին բան ենք լցնում, հա, ուրեմն էս էլ է լցվել։ Կարծում եմ Կազիմիրովի գրքից էլ են։ Նու հա, անգամ հղումները շատ աննորմալ հղումներով, մի խոսքով, այսինքն կա ուրեմն այդ հրապարակած այդ աննորմալ ընտրանքի մեջ ահագին բան, որ բացեր միջև էտել եւ կարիք չկար։ Ուրեմն կա ինչ-որ բան, որը գիտեք, ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ ոչ թե վարչապետ, չինովնիկ ցանկացած մակարդակի անհարմար կզգար, որ ինքը դա հրապարակի եւ դրա անունը դնի փաստաթուղթ։ Խոսքը այս պարագայում վերաբերվում է թուրք-ադրբեջանական առաջարկին, ուրեմն հրապարակումը իրականացվող հղումով հայկական ժամանակ օրաթերթի վրա։ Այո։ Հայկական ժամանակից դրել են հոդված, չգիտեմ, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ, կարելի էր մտածել, որ ինչ-որ առիթ են օգտագործել հայկական ժամանակը գովազդելու, ուրեմն կառավարական ռեսուրսով, բայց ամեն ինչ այնքան տխուր է, որ այդ կողմ չես գնում, հա։ Դուք պես տեսել եք ԿՊ-ական պատգամավորները, ինչ դեմքի արտահայտությամբ, նո, չգիտեմ ինչ դեմքի արտահայտությամբ, բայց այսինքն որպես փաստաթուղթ ասում եմ, տեսակ, այ մարդ հայկական ժամանակ փաստաթուղթ չի, ուրեմն որպիսի էլի մեզ դիտողները թյուրիմացության մեջ չընկնեն, ասենք չմտածեն, հա, ինչից ելնելով մենք ինչ-որ բանին անվանում ենք փաստաթուղթ, ինչ-որ բանին չենք անվանում փաստաթուղթ, անգամ մի կողմ թողելով այդ հայկական ժամանակ օրաթերթի վրա հղման աբսուրդը, ուրեմն կասեն սպարզ բան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն գործընթացում ներկայացվող առաջարկների փաստաթղթաշրջանառության մեջ արկա է փաստաթղթերի բավական մեծ ծավալ, որոնք նույն օրինակ ԵԱՀԿ-ի քարտուղարությունում գրանցված են որպես ԵԱՀԿ փաստաթղթեր։ Պատկերացրեցինք մոտավորապես, այսինքն ամեն ինչը չի, որ դա կարելի է անվանել ԵԱՀԿ փաստաթուղթ, որտեղ նույն Մինսկի խմբի փաստաթղթերը ԵԱՀԿ փաստաթղթեր են, պարզ։ Այսինքն հիմա հրապարակվել է մի բան, որը եղել է մասնավոր ուրեմն արված առաջարկություն, որը անգամ չի դարձել քննարկման առարկա բանակցային սեղանին, ուր մնաց ինքը ստանար համապատասխան շիֆրը, կոդը եւ այլն, եւ հետո էլ նստեր ԵԱՀԿ քարտուղարությունը որպես փաստաթուղթ։ Պետք էր տպավորություն գործել, պետք էր ինչ-որ էլի մի հատ ինչ-որ ինտրիգ ստեղծել, ապա տեղեկատվության դոզա տալ, էս էլ է, հետո սենց սղացվել է, գնացել է։ Գիտեք, այդ fake գիտնականների մոտ տես բան կա, որ որոնպես իրենք իրանց բանը ցույց
Հայաստան իբր գիտական, հա, մի հատ միտեղ բան են գրում, ապագիտական, առանց հիմնավորման, հետո ինքը իր վրա հղում ա դնում, ասում են ասված է, այսինքն մա նույն ձևը։ Բայց գիտնականները իսումա չեն պատկեր, հա, ֆեյք գիտնականները չեն պատկերացրել, որ կարելի է մինչև այդ լրատվամիջոց ունենալ ընտանեկան եւ մի հատ էլ այդ գիծը օգտագործել, Վիկիպեդիայում են գրում։ Դա